Առանց լրատվամիջոցների, առանց զոհվածների շիրիմներին մոտենալու հունվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ այլ պետական այրեր այցելել են Եռաբլուր զինվորական Պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Իշխանական թևը ծաղկեպսակ է խոնարել զոհվածների եւ անհետ կորածների հուշարձանին եւ հեռացել։ Չնայած հերոսների ծնողները վաղ առավոտից այնտեղ էին, պաշտոնյաներից ոչ ոք նրանց չի մոտեցել։ Դեռ լույսը չբացված հերոս տղաների ծնողներն են գնացել Պանթեոն, ինչպես նշել է վարանդայում զոհված Արման Ազատյանի հայրը Վիգեն Ազատյանը, եկել է, որ թույլ չտա պղծել որդու շիրիմը։ Օրեր առաջ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ հունվարի 27-ը սահմանվել էր հիշատակի եւ ոչ աշխատանքային օր։ Հերոս տղաների ծնողները բոյկոտել են այս որոշումը եւ շեշտել, իրենք ամեն օր են Եռաբլուր գալիս, իսկ հունվարի 27-ը ոչնչի հետ կապ չունեցող օր է։ Նախագծի հեղինակները ազգային ժողովի նախագահի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ անկախ падգամավոր դարձած 44-օրյա պատերազմում զոհված Անգար Նազարյանի հայրը Գեղամ Նազարյանը օրվա ընտրությունը պայմանավորել էին որպես առանձին, ոչ մի իրադարձության հետ կապ չունեցող օր։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել քաղաք մտած հզոր ցիկլոնի պատճառով, տեղումների աննախադեպ քանակի եւ ցածր տեսանելիության պատճառով Շերեմետևո, Դոմոդեդովո եւ Վնուկովո օդանավակայաններում արդեն հետաձգվել չեղարկվել է ավելի քան 70 չվերթ։ Ձյան ծածկույթը հասել է մինչև 50 սանտիմետրի, ինչը վերջին տասնամյակների համար ռեկորդային ցուցանիշ է։ ԱՄՆ-ում մոլեգնող հզոր ձնաբուքը 26 մարդու է սպանել, երկրի 25 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել, մոտ 20 նահանգում կաթվածահար է եղել հանրային տրանսպորտը, հեռավար ուսուցման են անցել դպրոցներն ու կրթական այլ հաստատություններ, չեղարկվել են հարյուրավոր չվերթներ։ Իշխանությունները հորդորել են բնակիչներին մնալ տանը ցածր տեսանելիության եւ ճանապարհների անանցանելիության պատճառով։ Any scheduled calls at this point in time. However, the president remains deeply involved and of course Թրամփը չի հրաժարվում խաղաղության գործընթացից։ Վաշինգտոնի խոսնակը հայտարարել է, որ պատմական բանակցությունների հաջորդ փուլից առաջ Ռուսաստան-Ուկրաինա հեռախոսազրույցներ չեն նախատեսվում։ Սպիտակ տունը հերքել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինային պարտադրում է տարածքային զիջումների գնալ։ Ըստ ամերիկյան մամուլի Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնարկել է ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն այն բանից հետո, երբ Կիևը համաձայնի խաղաղության համաձայնագրին, որը հավանաբար կստիպի զիջել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին։ С министром обороны Украины. Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքներ տալու համաձայնագիրն արդեն պատրաստ է եւ Կիևը սպասում է տեղին եւ ժամին։ Չնայած այս ամենին, Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ հարվածել Ուկրաինային։ Անօթաչունների հարվածի հետևանքով Օդեսայում բնակելի շենքեր են վնասվել, կամ մոտ 20 տուժած։ The Iranians have called him many times. They want to talk, he says. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ սկսել եւ նոր համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ։ Թրամփի խոսքով իրավիճակը փոփոխական է, քանի որ իրանական կողմն այս ընթացքում բազմիցս փորձել է կապ հաստատել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ President Trump warned Iran to stop its deadly assault on anti-government. Միևնույն ժամանակ ամերիկյան հեռուստաեթերում չեն դադարում քննարկումները Իրանին հարվածելու հնարավոր սցենարների մասին։ Այս ֆոնին ԱՄՆ-ն աննախադեպ մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը եւ 3 էսկադրային ականակիրներ արդեն ճանապարհին են։ Թրամփը պարզեցել է, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան նավատորմը իր հզորությամբ գերազանցում է նույնիսկ Վենեսուելայի ափերի մոտ գտնվող ուժերին։ Իրանի իշխանությունները ամերիկյան նավատորմի տեղաշարժն անվանել են սադրանք եւ ասել, որ ամերիկյան նավերն իրենց համար հասանելի թիրախներ են։ What should he demand of the Iranians to not get attacked? ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Իրանին ծրագրային ռազմավարական հարվածներ հասցնելու մասին է խոսել։ Ըստ նրա, այդ հարվածները կթույլատնեն հեղափոխության պահապանների կորպուսի եւ Իրանի միջուկային ծրագրերի կարողությունները։ Բոլթոնի կարծիքով, ուժի կիրառման դեպքում Իրանի իշխանության ներսում կսկսվեն դավաճանություններ եւ կբարձրանա ընդդիմության ոգին։
ռուսական ստորաբաժանումները սկսել են զրահատեխնիկայի դուրսբերումը Կամիչլիի ռազմակայանից, նախնական տեղեկություններով տեղափոխելով այն Լաթաքիա։ Ըստ որոշ քրդական տելեգրամյան ալիքների Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորման գրոհայինները օգտվելով Սիրիայի դեմոկրատական ուժերի նահանջից Ռաքայում ազատ են արձակել իսլամական պետության հազարավոր ահաբեկիչների եւ լայնածավալ հարձակումներ ձեռնարկել Քոբանիի եւ հարակից շրջանների ուղղությամբ։ Իրավիճակն ավելի է սրվում Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունների ֆոնին։ Վաշինգտոնի նախկին պաշտոնյաները բացահայտ հայտարարում են Վաղեմի դաշնակից քրդերի հետ համագործակցության սոսկ մարտավարական եւ ժամանակավոր բնույթի մասին, հրաժարվելով նրանց պաշտպանել նոր ձևավորվող կառավարական ուժերից կամ Թուրքիայից։ Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին իրաքյան Քաթիբ Հեզբոլլա խմբավորումը պաշտոնական հայտարարությամբ կոչ է արել հանուն հավատքի մարտնչողներին նախապատրաստվել լայնածավալ պատերազմի՝ ի պաշտպանություն Իրանի եւ ընդդեմ վերջինիս դեմ ուղղված դավադրությունների, զգուշացնելով, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները հեշտ հաղթանակ չեն լինելու, կազմակերպությունը հորդորել է դիմադրության առանցքի մարտիկներին պատրաստ լինել նահատակության, հատկապես եթե հոգեվոր առաջնորդները սրբազան պատերազմ հայտարարեն։ Ավելի վաղ իրաքյան ուժերը պատրաստակամություն էին հայտնել աջակցելու Սիրիայի քրդերին իսլամական պետության դեմ պայքարում։ Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին վերջին ամիսներին իր ինքնիշխան տարածքի շարունակական խախտումների համար եւ պահանջել է միջոցներ ձեռնարկել հարձակումների դեմ։ Բողոքը տարածվել է ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների շրջանում եւ ընդգրկում է վերջին 3 ամսվա ընթացքում խախտումների մասին տեղեկություններ, շուրջ 2036 խախտում։ Լիբանանի արտգործնախարարությունը կոչ է արել ստիպել Իսրայելին դուրս բերել իր ուժերը երկրի տարածքից։